Հարգելիներս, եկեք այսօր կարտոֆիլը համեմենք հետաքրքիր համեմունքներով և ուղարկենք ջեռոց եփվելու։ Կարտոֆիլը լավ լվացի, կեղևահան արեցի և անցնենք հաջորդ փուլին։ Ավելացրեցի աջիկա համեմունք, ուցխոսունելի վրացական, մեկ էլ սվանցկայ սոլ, այդպիսի համեմունք և նշեմ աղ շատ քիչ կանեմ, քանի որ այս համեմունքները մի փոքր աղ իրանց մեջ պարունակում են։ Համեմունքները իրար լավ խառնեցի, լավ տրորեցի և կավելացնեմ մի փոքր ձիթայուղ։ Այսպիսի կտրվածքներ ենք անում, տարբեր կողմերից, շատ խորը չենք կտրում, և ուղարկում ենք մեր այս հեղուկի մեջ համեմվելու։ Նաև կարող ենք այսպես գեղեցիկ ձևով կտրվածք անենք և կրկին ուղարկենք համեմվելու։ Հարգելիներս, կարտոֆիլը կարող եք ցանկացած ձևի կտրվածք անեք ըստ ձեր ցանկության։ Ահա, տեսակ ինչ հետաքրքիր դետալ ստացա այս գործիքի օգնությամբ։ Սա էլ գեղեցիկ մատուցելու տարբերակ է։ Այսպես մինչև վերջ պիտի այսպես խրացնելով, պտտելով հասնեմ գագաթին։ Այս գործիքը ուսանողական տարիներին եմ գնել, հիշում եմ հրապարակում մի պապիկ էր վաճառում։ Երկար կանգնեցի, նայեցի, ահագին ինքը բանջարեղեններ, կարելի ասել փչացրեց, որ ունենա վաճառք։ Ահա, տեսնում եք, գեղեցիկ տապակա է պատրաստվում։ Եվ ընդհանրապես այս գործիքն է, հրաշագործ այս գործիքը։ Ահա հարգելիներս, այս հրաշք գործիքն է,
91 թվականին եմ ես գնել, հետը արկա էր նաև զիգզագ դանակներից և արժեքներ այդ թվերի համար բավականին շատ թանկ էր, 25 ռուբլի։ Օգտագործում եմ մինչ օրս և երբեք չեմ փոշմանել, որ գնել եմ։ Իդեպ ասեմ երկար կանգնեցի, նայեցի, մտածում էի գնեմ թե ոչ և վերջում զգացի, որ ինձ ամբողջ կյանքի ընթացքում պետք է գալու։ Դրա իսկ պատճառով գնեցի։ Ահա։ Ուշ հանենք, չվնասենք և տեսնում եք ինչ հետաքրքիր տեսք է ստանում մեր կարտոֆիլը։ Բայց ասեմ մինչ օրս դեռ ոչ միտեղ չեմ հանդիպել նման գործիք։ Չգիտեմ ինպես քանի հոգի կա, որ այդ տարիներին գնել են և օգտագործում են։ Այսպիսի կտրվածքների շնորհիվ շատ արագ է պատրաստվում և ինչ-որտեղ էլ գեղեցիկ է ստացվում։ Ահա հարգելիներս, մեր կարտոֆիլը շատ լավ համեմվել է և արդեն ժամանակն է գնաճեռոց եփվելու։ Հարգելիներս, համեղ սնվել սիրում են բոլորը, իսկ կերակուրի յուրահատուկ և գեղեցիկ մատուցումը ավելի է ընդգծում ձեր պատրաստած ուտեստի համը։ Մեր ջեռոցը 250 աստիճանի տակ արդեն միացրած է։ Ես մեր կարտոֆիլները տեղավորեցի յուղաթուղթի վրա և արդեն կգնան ջեռոց եփվելու։ Մեր արդեն պատրաստի կարտոֆիլին մի փոքր էլ սարդելկա ավելացրեցի, մի 5 րոպեի չափ էլ կդնեմ ջեռոցը և արդեն պատրաստ է։ Հարգելիներս, մեր կարտոֆիլը արդեն պատրաստ է, շատ ընտիր է ստացվել։ Դուք էլ պատրաստեք և մատուցեք սիրով։